Ակնհայտ է, որ նաև սրանք անընդհատ դրսից տղա են բերում։ Մենք ծանոթ ենք դրսի բոլոր հայտարարություններին եւ ամեն կերպ անում են հիբրիդային պատերազմի մասին, որ այդքան խոսում են, ակնհայտ իրենք են իրենց հրավիրել եւ փորձելու են ուղիղ արտաքին միջամտություն Հայաստանի առաջիկա ընտրությունների վրա։ Մեր մոտեցումը շատ հստակ է եւ հետեւյալ է, որ Հայաստանի Հանրապետության իշխանության ձևավորման միակ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Մենք ձեզ վստահեցնում ենք, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ակտիվորեն մասնակցեն ընտրությանը, քվեարկեն ընդդիմությանը, արտաքին որևէ ուժ որևէ բան չի կարողանալու անել։ Իսկ մենք մեր քաղաքացիների քվեն պահելվենք։ Երբ որ մեզ հարցնում են, որն է սրան հեռացնելու բանաձևը, երկու բան ենք ասում. ակտիվ մասնակցել ընտրություններին ու չքվեարկել գործող իշխանությանը։ Արտաքին որևէ ուժ որևէ բան չի կարողանալու անել։ Այո, իրանք հրավիրել են, այո, Եվրոմիությունից ուղիղ հայտարարում են տարբեր սցենարների մասին, խոսում են մոլդովական սցենարի մասին։ Փորձելու են, այո, իրանք Հայաստանում իշխանություն ձևավորեն։ Դա երբ կարան, երբ որ մեր քաղաքացիները չգնան ընտրության, կամ տեղիք տան այս մանիպուլյացիաներին, այս քարոզությանը եւ այլ եւ այլ։ Մեր գործը նաեւ այս օրերին հենց այդ է, որ մեր հանրության բոլոր շերտերի հետ աշխատենք, բացատրենք, գնան տեղամաս, չքվեարկեն իշխանությանը։ Ընդդիմության մեջ ում պետքա քվեարկեն։ Կարծես դաշտը օրեցօր բյուրեղանում է։ Ինչ-որ փուլ հետո շատ հեշտ է լինելու այդ ընտրությունը կատարել ընդդիմության միջև։ Էլ մենք կարիք չունենք էլ բացատրելու ով, ամեն մեկ ինքն իրան բացահայտում է։ Այո, արևմուտքը իրեն կանանչ լույս տվել է ու ուղղել հայտարարում է, գնա ինչ ուզում ես արա, վերարտադրվի։ Մենք ուրիշ այլ տղա դրսից չենք կարա բերենք իրաց դեմը առնելու համար։ Մեր տղեն, այսպես ասած, ժողովուրդ։